Լսեք մեր ռադիոհաղորդումը տիեզերքից։ Մեկ օր մենք հայտնվել էինք տիեզերքում։ Ամենաիրական տիեզերքը բացվել էր մեր առաջ։ Խոսենք մոլորակների տիեզերքի մասին։ Այցելել ենք պլանետարիում։ Ուսումնասիրեցինք մոլորակները և տիեզերքը։ Պլանետարիումի մասին քիչ ուշ։ Խոսենք մոլորակների տիեզերքի մասին։ 8 մոլորակ մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա։ Երկիր մոլորակը ունի իր սեփական արբանյակը։ Լուսինն իր սեփական լույսը չունի։ Արևի լույսն է անդրադարձնում։ Լուսնի վրա կյանք չկա։ Արևը ամենամեծ աստղն է։ Արևի շուրջ պտտվում են 8 մոլորակները։ Արևը շատ կարևոր է բնության և կյանքի համար։ Երբ արևը մայր է մտնում, երկինքը մտնում է և այնտեղ հայտնվում են աստղերը, դրանք անթիվ են, այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել, բայց գիտենք, որ իրականում աստղերը արևի նման մեծ են, արևի նման պայծառ ու տաք, այսինքն նրանք բոլորն էլ վիթխարի գնդեր են, ինչպես արևը, բայց ամենամեծը արևն է։ Իսկ հիմա անդրադարձ պլանետարիումի մասին։ Այցելեցինք պլանետարիում և դիտեցինք հետաքրքիր ֆիլմ։ Տիեզերքի մոլորակի բնության մասին։ Աղջիկը մուլտֆիլմի հերոսուհին է, նա լուսնի հետ միասին մեկնում է տիեզերք ճանապարհորդելու։ Միասին նրանք որոնում են էկզոմոլորակներ և բազում փաստեր բացահայտում տիեզերքի մասին։ Այժմ բնության փոփոխությունները և մի բան լավ հիշեք։ Անկախ նրանից մենք որ եղանակն ենք սիրում, եղանակային փոփոխությունները շատ կարևոր են։ Թեև ձմռանը ցուրտ է, կան բույսեր և կենդանիներ, որ հենց այդ ժամանակ են լինում։ Հիմա աշուն է։ Արդեն փոփոխվել է բնությունը։ Ծառերը գունավորվել են, եղանակները ցրտել են։ Օրերը կարճացել։ Իսկ դու գիտեք աշնանին ինչու են տերևները դեղնում։ Տերևների մեջ կան տարբեր գույներ։ Դեղին, կանաչ, կարմիր, նարնջագույն։ Կախված նրանից, թե մենք երբ ենք ուսումնասիրում տերևները։ Տերևների մեջ ամենաշատը կանաչն է։ Կանաչ գույնը լինում է քլորոֆիլ նյութից։ Բայց դրա համար պետք է շատ տաք եղանակ։ Իսկ աշնանը, քանի որ ցրտում է, արևի լույսը տենց ուժեղ չէ։ Տերևները գունավորվում են։ Կանաչ գույնը կորչում է։ Այս աշնանը տերևաթափ է լինում և գունավորում։ Եթերում ուրախ սևաստացիներն էին։ Ուրախ սևաստացիներ, ռադիո